Հայրս, նա չէր ասում սիրում եմ քեզ ամեն օր, բայց իր վազքով, քրտինքով, դրությամբ էր դա ասում։ Նա չէր խոսում շատ, բայց նրա լռության մեջ կար զորություն։ Նա վաղ էր արթնանում և ուշ էր վերադառնում, և երբ մենք քնած էինք, նա դեռ մտածում էր վաղվա մասին։ Նրա ձեռքերն էին պատմում ինչ է զոհողությունը, նրա հոգնած հայացքն էր վկայում, թե ինչ է պատասխանատվությունը։ Երբ դու մտածում էիր, որ մենակ ես, նա կողքիդ էր, թեկուզ ոչ միշտ տեսանելի, բայց միշտ անհանգիստ, միշտ աղոթքով։ Հայր լինելը պաշտոն չէ, դա կոչում է, և ոչ թե մարմնով, այլ սրտով է մարդը հայր դառնում։ Հայրն է, ում մեջ Աստված դնում է մի մասնիկ իրենից, որ նա պաշտպանի, առաջնորդի և օրհնի, որ նա լինի ընտանիքի անտեսանելի վահանը։ Եվ երբ մի օր մեր հայրերը ծերանում են, մենք հասկանում ենք, իրենց ներկայությամբ Աստված էր մեզ պահում։ Ամեն ինչ անում էր, որ միայն լավ լինի մեզ համար, ապա պատկերացրու, ինչի է պատրաստ մեր երկնային հայրը։ Նա չգոհացավ միայն զոհողությամբ, նա տվեց իր միածին որդուն, որ մենք ապրենք, որ մենք չկորչենք, որ մենք ճանաչենք, թե ինչ է սերը։ Այսօր շնորհակալ եղիր քո հորը, որ երկրի վրա է, և հայրդ, որ երկնքում է, որ չի քնում, չի թողնում ու չի լքում, որ ամեն հոր լավագույն օրինակը հենց նա է։ Շնորհակալ եմ, հայրիկ։